բայց մի հատ բան հիշեցի, որ վերջերս կարդում էի Ռոզա Լյուքսեմբուրգի նամակները, ու այնտեղ կար շատ ազդեցիկ մի հատ պահ, երբ որ ինքը ասում էր այդ հղումները մասաներին, որ մասաները պատրաստ չեն կամ մասաները չեն հասկանում, ինքը անուղակի արտահայտումն է մեր շփոթվածության, որովհետև ոնց որ մասաների մեջ միշտ կա եւ են միաժամանակ։ Եվ ասենք մեծ հեղափոխականություն եւ մեծ հարմարվողականություն։ Եվ են կա, եւ երբ որ մենք չենք կարող այն ինչ որ հիմա կատարվում է բացատրել մասաների հարմարվողականությամբ։ Զգացումները, որ ինչ որ բան է սխալ, այս կյանքը անարդար է եւ այլն, որ մարդիկ իրոք աշխարհով զգում են հիմա։ Իմ համար այդ կարող է շատ վտանգավոր լինի, որովհետեւ հիշենք, որ Ռոզա Լյուքսեմբուրգից հետո 10 տարի հետո ֆաշիզմ եկավ Գերմանիա։ Ու այդ նույն զգացումներն են, որ ինքը որ քննարկում ասենք ոնց են մարդիկ շփոթված եւ այլն, այդ զգացումները տարավ մեծամասնության դեպի ֆաշիզմ։ Բարև բոլորին, բարի գալուստ այլ Հայաստաններ փոդքասթին։ Ես ձեր համավարողն եմ Թամար Շիրինյան։ Ես էլ Միլենա Աբրահամյանն եմ, ձեր մյուս համավարողը։ Այսօր մեր հյուրը Զարա Հարությունյանն է, ու մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է Զարան։ Զարան մեր ընկերն է, 61 կոլեկտիվի անդամ եւ նաեւ լրագրող, ու այսօր մենք կունենանք շատ հետաքրքիր քննարկում Զարայի հետ։ Բարի գալուս Զարա։ Բարև ձեզ։ Ինչից սկսենք, շատ տարբեր թեմաներից կարանք խոսանք քո հետ ու ոնց կգնա, բայց ոնց որ հիմնականում խոսում ենք նրանից, որ հիմիկվա ոնց որ Հայաստանի կոնտեքստի մասին ենք էլի խոսում ու նրա մասին, որ ավելի գլոբալ ինչ-որ պրոցեսների մեջ ոնց որ ընդգրկված լինի Հայաստանը հիմա, ինչը միգուցե նախկինում այդպես չենք ասի։ Այս հարց չի, բայց հա, ոնց որ կարող ենք սրանից սկսել։ Ինչ խնդիրներ է իր հետ բերում այդ, ինչ հարցեր է լուծում, եթե լուծում է, ինչ եք կարծում։ Եվ եթե քննարկում է, ուրեմն բոլորս ենք խոսում, չէ, սա ինտերվյու չի։ Բայց դե մեկ-մեկ տենց է ստացվում, որ հարցեր ենք տալի ու նայում ենք մեր հյուրին։ Ես երևի ասում, ես առաջինը կսկսեմ, որ ինձ թվում է, որ հատկապես 2018 թվականից առաջ մենք Հայաստանում ապրում ենք ինչ-որ sense շատ պարզ իրականության, պարզեցված իրականության մեջ, որտեղ խնդիրները պրիմիտիվ էին, լուծումները տենց երևակայական շատ հեշտ էին թվում եւ մի քիչ տենց տիկնիկային թատրոնի տպավորություններ այդ ամեն ինչը թողնում, ինչին գումարվում էր նաև մեր ընդհանուր այդ պաշարված, պարփակված լինելը, որ Հայաստանը մի տեսակ sense մոխրագույն զոնայի պես բաներ, զրկված բոլոր ճանապարհներից, ստատուս քվո, այսինքն սառացրած մի հատ երկիր էր, որտեղ տեղի ունենում շատ դանդաղ process-ներ, որոնց մենք շատ մանրացրած էինք դրանց նայում, չէինք ընկալում դա որպես ինչ-որ գլոբալ process-ի մաս։ Եվ արդեն 18-ից եւ 20 թվականից հետո շատ ավելի տեսանելի դարձավ, որ մենք նույն քաքի մեջ ենք, որի մեջ
ժամանակակից ազգային պետությունների մեծ մասն է եւ այդ արձագանքը, որ այդ խնդիրներին կան հիմա Հայաստանում, ինձ թվում է շատ ընդհանուր են, երբ որ ես շփվում եմ ընկերների հետ ամենատարբեր երկրներից, զգացողությունների մակարդակում ինձ թվում է մենք մոտավորապես նույն բանն ենք զգում, ասենք ինչ որ հուսահատություն, ցինիզմ, ապաթիա, երբ որ մարդիկ ուղղակի չեն պատկերացնում ինչպես իրենք կարող են մասնակցել քաղաքականությանը եւ ցանկացած մասնակցություն թվում է օգտագործելի, կառավարելի մի բան եւ ես մտածում եի ինչի հետ դա հնարավոր է կապել եւ երևի կապում էի դա ինչ որ մի հատ process-ի հետ, որ սկսվել է գուցե չգիտեմ 80-ականներից, 70-ականներից, բայց կհատկապես ամրապնդվել եւ ընդհանուր է դարձել 90-ականներից, այսինքն խորհրդային միության փլուզումից հետո, որտեւ եթե երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում արձակատման հիմնական գիծը կապիտալիզմի եւ սոցիալիստական ճամբարի միջև էր, գոնե այդպես էր ներկայացվում եւ այդ այլընտրանքի արկայությունը ինքը ի վերջո այն որ սովետական միությունը կար, դա շատ ձեռնտու էր նաև Եվրոպայում ապրող մարդկանց, որտեղ ասենք Եվրոպայի կամ արևմտյան երկրների իշխանությունները անընդհատ իրենք որոշակի զիջումների էին գնում սոցիալական քաղաքականության առումով, որպեսզի կարողանան մրցել մի բանի հետ, որը իրենց բնակչությունը անցալում էր որպես սոցիալական քաղաքական այլընտրանք։ Եվ եթե այդ արճակատումը հիմնականում գաղափարախոսական եւ տնտեսական երկու մոդելների մեջ էր, այսօրվա աշխարհում ինձ թվում է, որ կապիտալիզմը անցալվում է որպես, ասենք, բնական աղետ։ Այսինքն, ոնց ասենք, չգիտեմ, մարդիկ ոնց են բողոքում վատ եղանակից, մոտավորապես տենց էլ բողոքում են, ասենք կապիտալիզմի չկա զգացողություն, որ այդ համակարգը հնարավոր է փոխել, կա զգացողություն, որ իրան պետք է մեղմել, ադապտացվել ինչ-որ ձև, փափկացնել, չգիտեմ, բայց որ հնարավոր է ինչ-որ էապես հասնել փոփոխությունների, ինձ թվում է այսօր ընդհանուր առմամբ այդ զգացողությունը շատ թույլ է, չնայած որ դժգոհությունը կապիտալիզմից գնալով մեծանում է, այդ մի բանն է, որ հա բայց կա չէ ինչ որ թվում է որ այդ կապիտալիզմի եւ սոցիալիզմի միջև պայքարը չկա, բայց անդադ ինչ որ զգացողություն կա, որ ինչ որ պայքար կա։ Մենք չենք հասկանում ինչի միջև է այդ պայքարը։ Որ ինքը sense կապիտալիստական ճամբարի միջև տարբեր ֆրակցիաների միջև, ասենք չգիտեմ կոնսերվատիվ, ինչ որ ավանդապաշտ կապիտալիստների եւ լիբերալ, նեոլիբերալ, ասենք ազատականների անընդհատ ինչ որ թեժ արճակատումներ կան, բայց դրանք ոնց որ ինչ որ մեր կյանքի ռեսուրսների հարցին անընդհատ ոնց որ չկպնեն։ Բարոյականությանն են կպնում, ինքնությանը, մշակույթին, ով ինչ գիրք է կարդում, ինչ երաժշտություն է լսում, ոնց որ այդ ավելի կարևորված է, քան տաք ջրի, սննդի, չգիտեմ, բնակարանի եւ առաջնային ռեսուրսների հարցը։ Այդ մի բան եւ երկրորդը որ հատկապես Հայաստանում եւ ինձ թվում է բոլոր պոստսովետական երկրներում է շատ տեսանելի, որ կար չէ տենց ասացվածք գաղութացված ժողովուրդների մասին, որ չեն տարբերում ձին ձիավարից, ձեր մոտավորապես այդպես պոստսովետական երկրներում չի տարբերակվում ժողովրդավարությունը նեոլիբերալիզմից։ Եվ այսինքն երբ որ ասում են մենք ուզում ենք ժողովրդավարություն, մենք պայքարում ենք, ասենք ինչ-որ տիրանիայի, դիկտատորայի ամբողջատիրության դեմ, դա անմիջապես ասոցացվում է նաև նեոլիբերալ շուկայական ամբողջ փաթեթի հետ։ Չկա պատկերացում, որ կարա լինի դեմոկրատիա առանց նեոլիբերալ կապիտալիզմի։ Եվ ամենտեղ այդ հատկապես հիմա Հայաստանում այդ առումով իհարկե դա Փաշինյանը չի հորինել, ինքը ուղղակի դա սարքել է նորմատիվ եւ ընդունելի։ Իսկ այդ նեոլիբերալ փոփոխությունները Հայաստանում սկսվել էին առնվազն դեր Սերժ Սարգսյանի օրոք, բայց իրանք գոնե
միջնորդավորված հասարակական մերժում էին ստանում, իսկ Փաշինյանի օրոք իրանք դարձան մեր սովորականի մասը, որը որ էլի շատ երևի աշխարհի իրավիճակին բնորոշ մի հատ բան է, չէ՞։ Ոնց է, երբ որ ասենք աչերի եւ լիբերալների միջև պայքարում անընդհատ ասում են, դե չարյաց փոքրագույնը երևի լիբերալներն են։ Ոնց որ այդ պրինցիպով հիմա նաեւ շատ հաճախ Հայաստանում են մարդիկ կողմնորոշվում։ Մի կողմից այդ շատ տխուր է, որովհետև այդ իներտությունը եւ ցինիզմը ինքը ոչ մի ոգևորիչ բան չունի, մյուս կողմից ինքը ոնց որ նաեւ մեզ գետնին կպցրեց եւ ստիպեց մեզ գալ իսկապես գլոբալ պայքարի մաս եւ մտածել ավելի բարդ լուծումների մասին, քան նրանք էին, որոնց մասին առաջ էինք մտածում։ Это որ պայքարներն են բանը ավելի բարդ հետաքրքիր է, որովհետև ինձ թվում է, որ ստեղ մի քանի բան կա։ Այդ geopolitics-ը ինձ թվում է մտավ հայկական քաղաքականության մեջ, այսինքն դիսկուրսի մեջ, երևի 18 թվականից հետո, դրանից առաջ իհարկե իրականում կար այդ իրականությունը, Ռուսաստանի դերը, Եվրոպայի դերը, Ամերիկայի դերը, այդ կար, այդ սաղ ամեն ինչի մեջ, Չինաստանի դերն էլ կար, բայց 18 թվականից հետո ինձ թվում է, որ այդ ավելի սկսեց պարզ լինել, ոնց է Ռուսաստանը, ոնց է Ամերիկան, ոնց է Արևմտյան Եվրոպան խառնվում Հայաստանի տնտեսության մեջ, քաղաքականության մեջ, դրանից առաջ էլ կար իհարկե, բայց այդ ավելի սուր դարձավ 18 թվականից հետո եւ երևի ավելի ուշ դրանից, պատերազմի ժամանակից հետո։ Պատերազմի ժամանակ մենք հասկացանք, ասենք, բանը Ռուսաստանի դերը պատերազմի մեջ ու Թուրքիայի դերը պատերազմի մեջ, ոնց է Ամերիկան ու ՆԱՏՕ-ն խառնվում ու այդ տնտեսությունը ոնց է աշխատում, այդ ամեն ինչը մի քիչ ավելի պարզ դարձավ, ոչ թե իրականում, բայց դիսկուրսի մեջ։ Մենք սկսեցինք խոսալ դրա մասին ավելի շատ։ Բայց ինձ թվում է ամենաբարդ խնդիրները հենց այդ ավելի տնտեսական Հայաստանի տնտեսական խնդիրներն են, այդ աշխատավարձի խնդիրը, անգործության խնդիրը, ու այդ խնդիրները չեն լուծվում, խոսքել չկա դրանց լուծումի շուրջ։ Կարաս մի քիչ խոսած այդ բարդ խնդիր, ոնց դարձավ, որ ասենք 18 թվականից հետո կամ այդ գլոբալ միջավայրի ընթացքում մենք սկսեցինք ավելի բարդ խնդիրներից խոսալ։ Շատ պարզ ձևով, որովհետև մենք հասկացանք, որ համակարգային հարցերը չեն լուծվելու դերակատարների ֆորմալ փոփոխությամբ։ Այսինքն իշխանափոխությունները եւ թավշյա կամ գունավոր հեղափոխությունները post-սովետական երկրներում ի վիճակի չեն իսկապես սոցիալական խնդիր լուծել, որտեղ այդ սոցիալական խնդիրները ուղղակիորեն պայմանավորված են կապիտալի վերաբաշխման այն համակարգի հետ, որը ձևավորվեց Խորհրդային Միության փլուզումից եւ հանրային սեփականության դեմոնտաժից հետո։ Ու այդ կապիտալը հետ վերաբաշխել դեպի հասարակություն չի ստացվելու կապիտալիստական այսօրվա աշխարհում։ Դա երևի ինչ որ մեր մանկական ֆանտազիաներից էին եւ տխուր է որ մեծանում ենք, բայց երեխաները պարտավոր են մեծանալ։ Ոնց որ բաներ։ Այդ շատ կարևոր բանը, որ մենք հասկացանք։ Մյուս բանը, որ ասում էի գլոբալանում է մեր իրականությունը, միայն այն չի, որ մենք ենք մոտենում
առաջադեմ աշխարհին, նաև այնա, որ առաջադեմ աշխարհն է մոտենում մեզ, եւ եթե առաջ Ռուսաստանում կամ ավելի արևմուտքում գործազրկությունը այդքան մեծ խնդիր չէր, ինչքան Հայաստանում։ Հիմա մենք տեսնում ենք, որ գործազրկությունը դառնում է գլոբալ խնդիր եւ նաեւ այդ առումով ենք մենք դառնում աշխարհին ավելի մոտ։ Այն սոցիալական կատաստրոֆան, որ կար պերիֆերիկ հետամնաց երկրներում, եթե խոսանք տենց կոշտ բառերով, ինքը կամաց սկսելու է կպնել նաև կենտրոնում ապրող մարդկանց։ Դա մի կողմից գուցե շատ ոնց որ տխուր տենդենս է, մյուս կողմից ինքը իրապես հուսադրող է, որովհետև ի վերջո ինձ abstract ինչ որ բաները չեն մեզ հետաքրքրում, մեզ հետաքրքրում է օրինակ ինչ եղավ ասենք աշխատավորական պայքարի հետ, ինչ եղավ կոմունիստական պայքարի հետ, ուր կորավ այդ ամբողջ մարդկային ուժը, որ կար, ասենք 100 տարի առաջ կամ 150 տարի առաջ, ինչի հիմա ինքը չկա, ինձ թվում է ինքը վերադառնալու է, որովհետև ինչ է, չէ, ձախերը, մենք անդադ ձախեր ենք ասում, հասկանալի է, որ դա շատ մեծ պայմանականություն է, այդ բառի մեջ ով ասես մտնում է, բայց եթե ամեն դեպքում թույլ տանք մեզ այդ ընդհանրացումը, մարդիկ, որոնք պայքարում են կապիտալիզմի դեմ, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ լավ տեղավորված էին ինչ որ պարլամենտական կրիտինիզմի մեջ, էլի, այսինքն ամեն մեկը ուներ իր ինչ որ նիշան, իր դիրքը ուներ եւ համակարգը այնպես էր գործում, որ հնարավոր էր հասնել ինչ որ պստիկ նվաճումների, չգիտեմ, աշխատանքային պայմանների բարելավում կամ ինչ-որ սոցիալական երաշխիքներ եւ համարել, որ դժվար է պատկերացնել ավելի լավ աշխարհ, քան կա։ Բայց հիմա մենք ապրում ենք մեծ ճգնաժամի մեջ, եւ գաղափարական ճգնաժամի, եւ տնտեսական, եւ ուտոպիաների ճգնաժամի մեջ, եւ քաղաքական ստրուկտուրաների ու այդ արխայնությունը, որ կար առաջ, իմ կարծիքով հիմա չկա ոչ մի տեղ։ Եվ ասենք այնպես չի, որ առաջ մարդիկ անհանգիստ էին Հայաստանում, հիմա անհանգիստ են նաև Գերմանիայում, Ամերիկայում, Ռուսաստանում, ամեն տեղ, եթե խոսենք ոնց որ սովորական մարդկանց մասին։ Ես դա ոնց որ կապում եմ ինձ թվում արտադրական միջոցների փոփոխության հետ, որ տեղի ունեցավ վերջին տարիներին, եւ ասենք առաջ անդադ ասում են, չէ, ձախերը թուլացել են, որովհետեւ ով է հեղափոխության սուբյեկտը չկա, ասենք ինդուստրիալ պրոլետարիատը տարալուծվել է, այլևս այդքան կազմակերպված չի, ավելի ապահով է, մի խոսքով 1000 հատ բացատրություն կար, բայց հիմա տեղի է ունենում մի բան, որը շատ իսկական նման է նրան, ինչ որ տեղի է ունենում, ասենք ինդուստրիալիզացիայի ժամանակ, ասենք ինչ որ մեքենաների հայտնվելը, ստանոքների հայտնվելը հազարավոր մարդկանց թողեց անգործ կամ եւ այդ shift-ը արտադրեց այնպիսի քաղաքական ճգնաժամ, որից դուրս եկան մեծ process-ներ ու ոչ միայն լավ, նաեւ մեծ պատերազմներ դուրս եկան, մեծ ցնցումներ դուրս եկան ու այսօր էլ մենք տեսնում ենք, որ այն տեսակի մի հատ shift-ա տեղի ունենում, որ մեր աչքի առաջ վերանում են հազարավոր մասնագիտություններ, բազմաթիվ մարդիկ այլևս անպետք են դառնում եւ եթե իրենց դեռ չեն կրճատել աշխատանքից, դա ուղղակի ժամանակի հարց է, նաեւ որ կապիտալիզմը ինչ որ չափով փորձում է դանդաղեցնել, չէ, այդ կրճատումը։ Շատ մարդիկ այսօր անում են այնպիսի աշխատանք, որը հեշտությամբ հնարավոր է փոխարինել, ասենք, մի երկու ծրագրային ապահովությամբ։ Եվ ասենք, եթե քաղաքական համակարգը այդ բազային փոփոխությունը դեռ կարողանում ասպի ու ինչ-որ հին ձևերով կառավարի, պարզա որ ինքը մինչև անվերջ չի կարողանալու դա անել։ Եվ այդ մեծ ճգնաժամն է հենց, որ լրջանալու անհրաժեշտություն է ստեղծում։ Եվ նաև հնարավորություն է ստեղծում, որ տարբեր նոր պայքարներ ձևավորվեն եւ ունենան դրսևորվելու տարածք։
Հայաստանի հարց չի կամ ասենք ինչ որ առանձին երկրների հարց չի եւ իսկական հիմա պետքա պատկերացնել ինձ թվում է հիմա ինչ որ եթե պատկերացնում ենք պայքար կամ պատկերացնում ենք փոփոխություն իրան պետքա ավելի մեծ պատկերացնել որ գլոբալի հետ ենք, որ գլոբալը բառը ասեցիր, ինձ թվում է ոչ միայն 2018-ից հետոյի հարցական պատերազմից հետոյի հարցը Հայաստանի գլոբալին մոտենալը, այլ նաև կովիդը, իրականում ինձ թվում է կովիդի ժամանակ մի հատ նենց համաշխարհային շիֆտ էր դա, որ դա չէր կարա չկպներ բոլորին ու կապեր բոլորին, չնայած փորձում էին մեկուսացնել, բայց ինձ թվում է դա ավելի շատ կապեց այն ինչ որ հիմա դու ասում ես, որ տեսնում ես Հայաստանի կոնտեքստում, ոնց որ կապվեց Հայաստանի կոնտեքստը գլոբալ կոնտեքստի հետ։ Ու ինձ թվում է, որ շատ կարևոր է նաև այս մի հատ այդ շրջանում տեղի ունեցած հարստության այդ կուտակումը, որ շատ արագ տեղի ունեցավ, որ ինչ որ մարդիկ, ինչ որ անհատ մարդիկ ուղակի դառան բիլիոնատեր եւ հիմա առաջին ոնց են ասում հայերեն տրիլիոնատեր մարդն է հիմա արդեն մեկ չեմ հիշում ով է, բայց ինձ թվում է այդ շատ կարևոր է դա նշել ու նաև ես օրինակ Հայաստանի կոնտեքստը որ նայում եմ իմ համար սենց մի հատ մի քանի պահ կա, որ ես նկատել եմ փոփոխություն շատ կարող է, որը կապիտալիզմի այդ զարգացման կամ չգիտեմ հիմիկվա, որ ասում են չէ, որ կապիտալիզմի իր վերջին բանի մեջ է, չէ, փուլի մեջ է։ Ես հիշում եմ 2000 դե տենց մի հատ բան կա, չգիտեմ, դուք ավելի կարող մասնագետներ եք եւ կարաք ասեք, բայց մի հատ արագացված տեմպ կա, որը ես դրա հետ եմ կապում, որ ինչ որ մի հատ համակարգ պանիկայի մեջ հանգնում, որտեվ հեսա կմեռնի արագանում է։ Ինձ տենց է թվում։ Բայց այս բաները ասեմ, որ ես նկատել եմ Հայաստանում ու ոնց է այդ ոնց եմ կապում գլոբալի հետ։ Ես հիշում եմ, դե ես Նյու Յորքում եմ ապրել երկար ժամանակ եւ ես հիշում եմ 2010, 11, 12 դաժե թվականներին, ես որ Հայաստանում էի, ես մտածում էի ինչ հավես է, որ թղթից բաժակներ չկան, պլաստիկ բաներ, մարդիկ տենց չեն գնում առնում կոֆե եւ կամ չգիտեմ սմուզի կամ սենց բաներ չկային, որ դու վերցնես այդ կոնտեյները չկար, որ կարողանաս մի անգամյա օգտագործման համար։ Դա այդքան տարածված չէր։ Ու ես հիշում եմ, որ ես մտածում էի ինչ ես մտածում էի how inconvenient ինչ անհարմար է իմ նման մարդու համար, որ սովոր է դրան, բայց նաև հետաքրքիր է, որ ոնց է էլի ինչ ոնց է ստացվում, որ դա ամենտեղ է տարածվում։ Ինչևէ, հիմա մենք դա ունենք, այդ մեկ։ Եվ երկրորդը դե այդ կովիդի ժամանակ եղավ եւ երևի ամենտեղ է տենց, բայց էլի ես հիշում եմ դա Ամերիկայում ավելի տարածված էր, այդ օրինակ որ ինչ-որ բան պատվիրում ես, on-line առնում ես, ասենք շորա, չգիտեմ ինչա, բայց ուտելիքը, ոնց որ սենց նայում եմ ու տեսնում եմ օրինակ լիքը հատկապես հնդիկ աշխատողներ, հենց Yandex Glovo այդ էփերով են ոնց որ աշխատում, ու այսինքն մարդիկ Ուզում ասեմ, էդ էլ է կովիդից Հայաստանում տենց այդ ժամանակ չկար կովիդի պատերազմի ժամանակ, դա հետո եկավ։ Բայց ինձ թվում է էդ էլ է շատ կարևոր։ Ուղղակի որ ասենց բերենք պրակտիկ իրականության մեջ ինչ տեսքով է փոխված այդ ամեն ինչը, ես դրանք եմ նկատում։ Չգիտեմ, եթե ուր տանեմ այդ հիմա, բայց ինձ թվում է այդ կարևոր է, հատկապես հարստության կուտակումը, որ սենց մի տեղ է։ Ես էլ էի ճիշտն ասած COVID-ի մասին մտածում այդ գլոբալ կոնտեքստի մեջ, որովհետև ես հիշում եմ, ես Ամերիկայում եմ ապրում, որ սա գիտեն արդեն, բայց որ ես Ամերիկայում էի ու դուք Հայաստանում ու ես որ խոսում էի COVID-ից առաջ ես որ
խոսում էի իմ ընկերների հետ Հայաստանում, ինչ որ ասենց ընդհանուր բան չկար, ասենք մենք խոսում էինք ես խոսում էի իմ աշխարհից ինչա կատարվում ու իմ ընկերները Հայաստանում խոսում էին իրանց աշխարհում ինչ էր կատարվում, բայց COVID-ը տենց արեց, որ մենք ինչ որ մի հատ ընդհանուր բան ունեինք խոսելու, որովհետև COVID-ը բոլորին էր ազդում, բայց տարբեր ձևերով։ Ու ես հիշում եմ, որ COVID-ի ժամանակ Հայաստանում կառավարությունը օգտագործեց այդ հիվանդությունը, որ ինչ որ պայքարներ ուղակի փակելու համար ու ասելով, որ ես մեր ապահովության համար է ու ապահովության համար ինչ որ նոր բաներ դուրս եկան։ Ապահովությունը դարձավ մի հատ ուրիշ դաշտ Հայաստանում ու Ամերիկայում մենք արդեն այդ ունեինք, այդ ապահովության խնդիրը, որ ամեն ինչ լինում է ապահովության համար, ամեն ինչ։ Մենք ոստիկանություն ունենք մեր ապահովության համար, մենք եթե ինչ որ ցույց է լինում ու ոստիկանությունը գալիս է ու ձերբակալում է, չգիտեմ ինչ անում, ծեծում է, մեր ապահովության համար է այդ անում, ապահովության համար մենք ունենք մեր սահմանները ու սահմանների ոստիկանությունը եւ այդ ամեն ինչը, մենք արդեն ինձ թվում է, ստեղ Ամերիկայում մենք սովոր էինք այդ ապահովության խնդրի շուրջ։ Մենք այդ արդեն ամեն ինչ գիտեինք, որ կապվելու է ապահովության հետ։ Բայց ես հիշում եմ Հայաստանում այդ եկավ երևի մենակ ես նկատեցի այդ առաջին անգամն էր, որ ես հասկացա, որ այդ ապահովության ոնց որ այդ գաղափարը, գործիքը հիմա օգտագործվում է ավելի Հայաստանում։ Տենց չի որ չկար առաջ, բայց հիմա ավելի է օգտագործվում Հայաստանում։ Ապահովություն ու ապահովության տակ ինչ որ բան պետքա պահել ու այդ լինում է բռնության ձևով, ասենք բռնություն է կատարվում ապահովության համար։ Ու նաև ինձ թվում է, որ այդ կոնտրակտ աշխատանքը, որ լինում է ոչ թե, ասենք դու ինչ որ մեկի համար ես աշխատում ու դու ստանում ես աշխատավարձ, բայց դու քո համար ես աշխատում, դու ուրեմն ոչ մի ապահովություն չունես, դու ուղղակի աշխատում ես ու եթե ինչ որ ռիսկ կա դրա մեջ, այդ քո համար է այդ ռիսկը ու այդ ձևի աշխատանքը եկավ COVID-ի ժամանակ էլ, ստեղ էլ շատ ուժեղացավ, մենք արդեն ունեինք Uber, Lyft, sense որ մեքենայի սերվիսներ, որ կոնտրակտով էին աշխատում, բայց լիքը հիմա ուրիշ բաներ կան։ Ամերիկայում Instacart, Grubhub, ամեն ինչ դու կարաս ինչ որ կոնտրակտ աշխատանքով դու սերվիսից օգտվես ու այնքան մարդ կա հիմա, որ ինքը աշխատավայր չունի, նույնպես, ասենք, այն տեղերը, այն աշխատավայրերը, որտեղ մարդիկ աշխատում էին, հիմա էդ էլ է կոնտրակտ, ասենք, եթե դու այդ մեծ մեքենաներն ես քշում, ապրանք ես տանում մի տեղից մյուսը, դու աշխատում էիր ինչ-որ կոմպանիայի համար, հիմա դու քո համար ես աշխատում, դու այդ մեքենան քեզ է պատկանում ու դու վարձ ես տալիս, որ աշխատես ու գործ ստանաս այդ կոմպանիայից։ Այսինքն ոչ մի ապահովություն չունես ու դրա վրա դու պետքա վճարես, բայց եթե սխալ անես, քեզ կհանեն կոնտրակտից։ Ուրեմն ինչ որ ստեղծել են ինչ որ աշխատաձև, որտեղ ապահովությունը լրիվ էլ չկա, բայց այդ մյուս վատ բաները, որ միշտ կապվել ենք շահագործման հետ, դեր կան։ Դե ես համաձայն եմ դրա հետ, ուղղակի այնքան բարդ բաներ են, ես առհասարակ ոչ մի միանշանակ կարծիք չունեմ այն ամեն ինչի մասին, ինչ որ խոսում ենք, որովհետև դժվար է, մի կողմից կա տպավորություն, ինձ մոտ կա տպավորություն, որ այդ process-ը իսկապես COVID-ից առաջ էր սկսվել եւ ինքը լինելու էր անխուսափելիորեն, ուղղակի COVID-ը լավ
փորձադաշտ դարձավ որոշ բաներ էքստրա արագացնելու համար, որովհետև այդ պրեկարությունը ինքը իսկ արդեն կար եւ ինձ թվում է շուտով մենք դրան էլ ենք երանի տալու, որովհետև ավելի վատ է լինում եւ վերահսկողության մոդելները, մարդկանց ատոմիզացման այդ process-ը, որ չպետքա լինի կոլեկտիվ, չպետքա լինի գրասենյակ, չպետքա լինի աշխատավայր ու նույնիսկ չպետքա լինի լսարան, որտեղ ուսանողները կարող են հավաքվել միասին, եթե նրանք կարող են ամեն մեկը իր տանը նստած համակարգչի դեմը լինի, այդ կար, ներկա էր մեր կյանքում եւ ինքը էքստրա արագացավ, իհարկե։ Նաեւ արագացան մեր անհատական մեզ համար անհատական զբաղմունք արտադրելու ձևերը on-line տարբեր entertainment-ները։ Ինձ թվում է դա կլիներ առանց COVID-ի էլ, չնայած COVID-ը մեծ նվեր էր այդ համակարգի շահառուներին։ Եթե կապիտալի վերաբաշխման հարցը, որ Միլենան ասեց, ինձ թվաց շատ հետաքրքիր է, ես շատ չեմ մտածել դրա մասին, բայց մի հատ ուղղակի տենց ինտուիտիվ մի քանի մտքերով կարող է կիսվեմ, որ մեզ մոտ գեոպոլիտիկան շատ հաճախ քննարկվում է ասենց կցվելու իմաստով, այսինքն մենք հիմա գնանք Ռուսաստանից ինչ որ ողորմություն խնդրենք, թե Ֆրանսիայից։ Ու այդ պրիմիտիվ դեբատին ինձ չի թվում, որ Հայաստանում մարդիկ լուրջ են վերաբերվում։ Մարդիկ սովորական, որոնց հետ ես խոսել եմ, բոլորն էլ դա անցալում են որպես ինչ որ քաղաքական բեմադրություն կամ ինչ որ մի հատ անիմաստ խոսակցություն։ Նաև շատ քիչ մարդ կա Հայաստանում, որ իրապես հավատում է, որ արևմուտքը, որը ինքը հիմա էլ շատ բարդ իրավիճակի մեջ է հայտնվել, հեսա գցվելու է Հայաստանին ինչ որ փրկի, պաշտպանի, օգնի, նաև քիչ մարդ կա, ով իսկապես հավատում է, որ Հայաստանը որոշել է, ասենք, չգիտեմ, հեռանալ Ռուսաստանից։ Դա տենց հեշտ բաներ չեն։ Հայաստանը իր գեոգրաֆիայով եւ իր տնտեսությամբ սերտաճած է եւ շատ կախված է Ռուսաստանից եւ քչերն են հավատում, որ դա հնարավոր է մի ակնթարթով կամ 3 հատ հայտարարությամբ փոխել։ Բայց մի հատ ուրիշ գեոպոլիտիկ փոփոխություն կա պոստսովետական երկրներում, որը կապված է հենց այդ կապիտալի ակումուլացման ձևերի հետ, որովհետև կար պոստսովետական նոմենկլատուրայի ձևը հարստանալու եւ կար արդեն 2000-ականների ձևավորվող մի հատ նոր հարուստ խավ, որին սկզբում կարծեմ ամենտեղ ասում էին միջին խավ, մի սրեդնի կլաս, չէ, միջին խավ, որ մինչև հիմա ոչ մեկ չի հասկանում այդ ինչա նշանակում։ Բայց հիմա ոնց որ մենք կամաց հասկանում ենք այդ ինչ էր նշանակում։ Այդ նշանակում էր արևմտյան մոդելը հարստանալու, որտեղ այդ միջին խավը ինքը կցված էր նաև տարբեր տրանսնացիոնալ կորպորացիաներին եւ ինքը աշխատում եւ կապիտալ էր կուտակում պրինցիպիալ ուրիշ մոդելով, քան պոստսովետական նոմենկլատուրան, օլիգարխիան այսպես կոչված, որտեղ պոստսովետական օլիգարխիան, ասենք Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, Սերժ Սարգսյանի իշխանությունը, Պուտինի կամ չգիտեմ Լուկաշենկոյի, դա մեծահարուստներ էին իրանց սվիտայով, որը պրիվատիզացիայի միջոցով, այսինքն մասնավորեցման միջոցով հարստանում էր եւ հիմքը այդ հարստության իրանց ուղակի հասանելությունն էր քաղաքական իշխանությանը։ Իսկ մյուս մոդելը հարստանալու այդ այդ առաջինի մեջ թալանն էլ է մտնում։ Դե հա, թալանը ամեն դեպքում այն թալանը, որին անվանում էին թալան, մտնում էր այդ ձևի մեջ։ Իսկ այն խավը, որը պայքարում էր օլիգարխիայի դեմ, դա այդ միջին խավն էր կցված միջազգային կորպորացիաներին, որը առաջարկում էր կապիտալիզմի կուտակման ավելի ցիվիլ ձև, այսինքն
Եվ պարզվեց, որ նույնիսկ հին օլիգարխներից շատերին դա այդ համակարգը ավելի ձեռնտու էր։ Օրինակ Լֆիկը ինչքան հեշտությամբ ինքը գնաց եւ հավատարմություն հայտնեց Փաշինյանին, որտեղ իր համար ավելի հեշտ էր բիզնես անել առանց ազգային ժողով մտնելու։ Ի վերջո ինքը արդեն ինչքան պետք էր թալանել էր, արդեն իր ենթակառուցվածքները ուներ եւ ինքը այլևս պատրաստ էր հարստանալ եւ աշխատել խաղի այլ կանոններով ավելի լեգալ այսպես կոչվում է օրինակ հարկ տար ոչ թե ինչ որ մեկին ծրարի մեջ փող եւ շատ-շատերի համար դա ոնց որ ավելի հարմար ձև էր այդ առումով գեոպոլիտիկ փոփոխությունը եղավ որովհետեւ կապիտալի կուտակման ձևերը փոխվեցին իրանք դարձան ավելի լիբերալ դեմոկրատական եւ ավելի նեոլիբերալ քան ասենք հին պայմաններում էին բայց այդտեն շատ հում բան եմ ասում չգիտեմ կարելի է երևի այս ասածը փորձել հերքել կամ ուղղակի հիմա տենց մտածեցի որտեվ շատ եմ վերջերս մտածում որ Նիկոլ Փաշինյանը շատ քիչ է խոսվում այն մասին որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին հույս չուներ իր շատ մեծ կապիտալը բայց այսօր այլևս ինքը ունի եւ Նիկոլ Փաշինյանի հետևում կանգնած է ուրիշ տեսակի խոշոր կապիտալ որը կողմնորոշվել է դեպի Իրան եւ դրա հաշվին է հենց որ ինքը շարունակում է մնալ իշխանության դեպ գոյություն ունի երկու թև կապիտալի Հայաստանում, որոնք իրար բալանսավորում են շատ ավելի էֆեկտիվ ձևով, քան, ասենք, արտաքին ազդեցություններն են բալանսավորում։ Մենք անցյալ էպիզոդում խոսեցինք Յուրի Մանվելյանի հետ ու այս տարբերությունը ինձ թվում է Զարա որ դու ասում ես վայրենի կապիտալի ու ոչ վայրենի կապիտալի միջև այսինքն կա այդ հին օլիգարխական հենց հետսովետական կապիտալի ոնց է կուտակվել ու այդ ավելի նոր խոշոր բիզնեսի կապիտալը որը օլիգարխ էլ չի համարվում բայց նույն բանն է այսինքն կան էլ անհատներ որ իրոք նույն մարդիկ են ուղղակի այն ժամանակ վայրին էին հիմա ավելի ասենք օրենքով են աշխատում բայց այս ավելի վտանգավոր են այս ավելի այո ու ավելի դժվար ասենք ավելի դժվար որովհետև չեն էլ ասենք այդ հին օլիգարխների դեմ ասենք մարդիկ ինչ որ մեծ զարույց ունեին հիմա այդ էլ չկա իրանք ուղղակի ասենք ինչ որ բնական process է մարդը հարուստ է ինքը բիզնես է բացում մենք կարող է աշխատենք այդ բիզնեսում ու լավ բան է այդ բոլորի համար ոչ թե ասենք ինքը ուղակի թալանում է ժողովրդին ու նույն ձևով թալանում են ուղակի հիմա օրենքով են թալանում այդ ժամանակ ինչ որ անօրինական բաներ էին անում բայց այս process-ը նաև կարևոր է որովհետև մենք հաճախ մոռանում ենք որ այդ օլիգարխական process-ը որ եղավ հետսովետական երկրներում այտենց չի որ ինչ որ հետսովետական հատուկ ինչ որ process-ներ էին այդ նույն բաները այդ կապիտալի պատմությունն է ուղղակի այն ինչ որ Եվրոպայում ու Ամերիկայում եղավ 200-300 տարվա ընթացքում այդ Հայաստանում ու հետսովետական երկրներում եղան 30 տարվա ընթացքում ոնց եղավ որ մարդիկ այդ բանը Մարքսի այդ primitive accumulation-ի մասն է խոսքը, չէ, այտենց չի, որ ասենք մարդիկ կային, որ ուղակի իրանք բախտավոր էին ու հարուստ դարձան։ Այդ հարստությունը, այդ կապիտալը, որ ասում ենք, այդ հարստությունը գողացած է։ Այդ սաղ գողացած հարստությունը բոլոր երկրներում բոլոր կապիտալը գողացած է ու սենց ներդրումներով ու այս ամեն ինչով ինչ որ դարձել է ուրիշ բան բայց ամենը սաղը բանը գողացված հարստությունն է ու Ամերիկայում այդ process-ները եղան մոնոպոլիով ու հետո այդ էլ անօրինական դարձրեցին հիմա նոր ձևերով են այդ ամեն ինչը անում բայց նույն պատմությունը օլիգարխիան կա բոլոր երկրներում Դրա հետ իհարկե մենք չենք վիճում, բայց պոստսովետական սպეციფიკան քաղաքական համակարգի մեջ էր, որ այնուամենայնիվ ինքը, ասենք 90-ականներին, երբ որ արևմուտքում
հատկապես, բայց ոչ միայն, ձևավորված էր արդեն որոշակի քաղաքական համակարգ, որի մեջ մի կողմից այդ օլիգարխիան մտածեր, մյուս կողմից, որը ինչ-որ չափով բալանսավորում եւ բուֆերեր ստեղծում այդ օլիգարխիայի միջև։ Հետսովետական երկրների տարբերությունը այդ անապատն էր քաղաքական, որ ձևավորվեց, այսինքն առհասարակ գոյություն չուներ սիստեմ եւ գոյություն չուներ այդ ինստիտուցիոնալ բանը, որով այդ, գիտես, ասենք, պրուժինները, որոնք սոցիալական մեծ բաները փապկացնում կամ ամորտիզացիա են անում, այդ որ չկար, ինքը ուրիշ ու եթե մենք խոսում ենք ծախերի մասին, նաև սովետական միության սպეციფიკան, հետսովետական տարածքի սպეციფիկան այն էր, որ դա մի տարածք էր, որ ամբողջությամբ մաքրված էր ծախերից։ Իսկ գոյություն չունեին ոչ լավ, ոչ վատ ծախեր։ Եվ մինչև հիմա իրականում չկան, ասենք, երբ որ ինչ-որ մենք նայում ենք, ինչ-որ խմբեր են արվեստագետների, ակտիվիստների կամ հակաավտորիտար ձախեր, դեմոկրատ ձախեր կամ նույնիսկ մի կուսակցություն չկարողացան ստեղծել 30 տարվա մեջ, գրեթե ոչ մի երկրում։ Կամ մի հատ, ասենք, կոմունիստական կուսակցություն, որը մի շարք երկրներում պարզապես արգելվեց, որոշ երկրներում ինքը մնաց, որպես մի հատ հիմնական իշխանությանը կցված, գործող իշխանությանը կցված հիմնականում կամ որոշակի կապիտալին կցված եւ ինչ որ վտանգավոր ռեակցիոն սենտիմենտներ արտադրող եւ սպասարկող ուժ, որը որևէ սոցիալական քաղաքականություն կամ սոցիալական բան չառաջարկեց։ Դա մեզ համար մեծ տարբերություն էր, որովհետեւ երբ որ ապարատը ամեն դեպքում հաղթում է գաղափարական մարդկանց, ինքը ձևավորում է դատարկություն։ Եվ այն, որ սովետական ապարատը հաղթեց իր ներսի գաղափարական մարդկանց, ինչ որ ձև լրացրեց, բերեց նրան, որ մենք ունեցանք դատարկություն 90-ականներին եւ դրանից հետո չեղան ինչ որ նոր գաղափարական հոսքեր, որոնք արագ կողնորոշվեն, կձևավորեն տարբեր քաղաքական թևեր։ Այդ անապատի մեջ լինելը ուրիշ փորձ էր երևի։ Եվ կապիտալի կուտակման վրա էր էլի դա ազդում, տեմպերի, ձևերի, արագության կամ չգիտեմ, թեպետ այդ zoom out եթե անենք, իհարկե համաձայն եմ, որ այնտեղ ուղղակի, ասենք, արևմուտքում այդ գողությունը տեղի ունեցել X տասնամյակներ առաջ, այստեղ X տասնամյակներ հետո։ Հալան բառն է պետք օգտագործել, ժողովուրդ կներ։ Հալան բառը, գողությունը մի քիչ ուրիշ բան է ինձ թվում է, թալան բառը։ Հա, թալանը, թող լինի թալանը, հա։ Բայց այդ հետաքրքիր է, եթե մտածենք պատմության մեջ այդ ոնց այդ process-ը արևմուտքում ոնց եղավ, որ հիմա մեր զրույցը այսօր սկսեցինք խոսալ ոնց է Հայաստանը մտնում գլոբալի մեջ ու գլոբալ հիմա խնդիր ունենք, մեծ գլոբալ կապիտալի խնդիր բոլոր երկրներում աշխատում է, բայց ինձ թվում է, որ այդ ձախը արևմուտքում ոչ թե բոլորովին լիբերալ է եղել, որովհետև այդ իհարկե ոչ, եղել է իրականում ձախ կուսակցություններ, խմբեր ու պայքարներ արևմուտքում, բայց մենք ասում ենք, չգիտեմ հայերենով ոնց ասեմ, great compromise-ներ ժամանակում, որովհետև փոխզիջումներ, հսկայական փոխզիջումներ, օրինակ, որ դու չես կարա աշխատավորներին աշխատացնես 16 ժամ օրական, ու կապիտալը մտնում է այդ փոխզիջումի մեջ, որովհետև ինքը գիտի, եթե ինքը այդ սահմանները չդնի տեղում, ուղղակի կոմունիզմ կլինի, կամ էլ այդ կուսակցությունը կհսկայանա, կմեծանա ու ավելի, ասենք, ուժ կունենա։ Ավելի լավ է, ասենց փոքր զիջումներով մենք լուծենք կապիտալի խնդիրը, չէ՞։ Հիմա ինձ թվում է Հայաստանում ու հետսովետական երկրներում մի քիչ ուրիշ եղավ, այդ
փոխզիջումները երևի իրականում չեն եղել ժամանակում, այս 30 տարվա ընթացքում, ու երևի այդ է տարբերությունը, որովհետև այս Հայաստանում որպես անկախ երկիր ու նույնը կարելի է ասել երևի Վրաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, բոլոր Ռուսաստանում, բոլոր երկրներում, որովհետև ձախը չի եղել այս ժամանակում, կամ էլ ձախը շատ փոքր է եղել ու այդ պայքարը իրականում չի իրականացվել, այդ փոխզիջումներն էլ չեն եղել, ինչ որ ապահովություն։ Բայց այդքան հա փոխզիջումներ չեն եղել, բայց մեզ մոտ կա ուրիշ սպეციფიკա։ Հայաստանում ավելի քիչ, ուրիշ post-սովետական երկրներում ավելի շատ։ Մեզ մոտ դեռ կա որոշակի իներցիա։ Օրինակ, ասենք շեմ Ռուսաստանում մինչև հիմա կա անվճար բուժօգնություն, ենթադրենք, կամ ասենք մինչև հիմա Հայաստանում կարող ես հանդիպել կենտրոնում ապրող աղքատ մարդկանց, կամ ասենք դպրոցները դեռ անվճար են, եւ օքեյ, տենց grassroot պայքարի հետևանք զիջումներ չկան գուցե, բայց սովետից մնացած դեռ ինչ որ մի հատ միջին նորմա կա, որը նույնիսկ հիմա է ձգվում, ասենք 10 տարի առաջ ավելի էր ձգվում եւ այլն եւ այլն։ Տարբերություններ կան, բայց ձախը ոչնչացված է շատ թե քիչ գրեթե ամեն տեղ։ Սկզբում ոնց էր ձախերի ձախերի խաղակարգը հեղափոխությունն էր։ Արդեն ասենք շիեմ 70-ականներին գոնե իրանց ձեռքը, ասենք էլ հեղափոխության գործիքը չկար, բայց կար խնդիրները ձևակերպելու, ասենք պրիվիլեգիան, չէ, որ հիմնական ձախերն էին պրոբլեմ ձևակերպում, կոնցեպտ տալի։ Հիմա նույնիսկ դա չկա, ասենք հիմնական, ասենք այդ գծերը պայքարի, այդ թվում նաև կոնցեպտուալ առումով խլված են։ Չգիտեմ, դեկոլոնիզացիան այլևս աչերի ձեռքում է, ասենք մարքսիստական ամբողջ օպտիկան փոխարինվել է ինչ որ կրտված պոստստրուկտուրալիստական կատեգորիաներով։ Հիմա ինչ կարդում ես, երևում է, որ ձախերը նույնիսկ կոնցեպտներ ձևավորելու դաշտում են այլևս հետ մղված, իսկ քաղաքականության մեջ առնվազն մինչև վերջերս մեծ տուպիկի մեջ էին, որտեվ չկարողանալով հաղթել, իրանք ուղղակի կծվում էին հաղթողներին։ Անընդհատ Հունաստանում ձախերը, ասենք, կարողա մեկ էլ գալիս էին իշխանության, չէին կարողանում կապիտալի հախից գային, ստիպված կծվում էին կապիտալին եւ դա անդադար տեղի ունեցող process էր։ Հիմա գիտես, հիմա ասենք, չգիտեմ, Ֆրանսիայում, Գերմանիայում ավելի քիչ, բայց Ֆրանսիայում, Բրիտանիայում ես տեսնում եմ, որ ինչ որ նույնիսկ Նյու Յորքի քաղաքապետի կոնտեքստում, ասենք, հայտնվում են ինչ որ ձախ աֆեկտներ, ասենց ասեմ, եւ այն ինչ որ այսօր ձևակերպվում է կամ ընկալվում է որպես սուպեր ռադիկալ մի բան, ընդամենը 60 տարի առաջ կարար ընկալվեր որպես էքստրա կոմպրոմիսային ծրագիր։ Դա է ոնց որ ամբողջ նստվածքը, որ ես տեսնում եմ այս տասնամյակների, դե ձախը ամբողջությամբ ոչնչացված այն իմաստով, որ ինքը կար 20-ականներին կամ 60-ականներին, 70-ականներին։ Ուրիշ հարց, որ ես իսկապես կարծում եմ, որ ինքը վերաձևավորվելու է եւ վերադառնալու է։ Եվ դա պայմանավորված չի անհատների ինչ որ մտավոր տաղանդով, դա ուղղակի պայմանավորված է այսօրվա քաղաքական ճգնաժամի ստեղծած անհրաժեշտությամբ։ Եվ այն, որ մենք տեսնում ենք, որ ասենք աչերի վերելք է տեղի ունենում, ես այս վերջերս լսել եմ, որ աչերը ամրապնդվել են, որտեղ ձախերն են թուլացել։ Իմ կարծիքով դա ապուշություն է։ Աչերը, ինչպես եւ ձախերը, իրանք արձագանքում են ճգնաժամին։ Ուղղակի աչերը որպես կանոն ավելի արագ են արձագանքում, որովհետեւ իրանք ավելի ուղղահայաց են։ Ոչ թե մեկը ուժեղացավ, որտեղ մյուսը թուլացավ, աչերն էլ էին 80-ականներին թուլացած, 90-ականներին։ Հիմա ոնց որ հիմա այդ կենտրոնը, որը գերիշխող էր, ասենք, անցած դարի վերջերում։ Հիմա ինքն է թուլանում։ Հիմա ոչ մեկ էլ կենտրոնամետներին, ինչ որ ցենտրիստներին չի քվեարկելու կամ չի հավատում այդ մարդկանց։ Մարդիկ գնում են դեպի ծայրահեղություններ։
պայմանական եմ ասում ծայրահեղություններ, ինչ որ ասենք առաջ ընկալվում էր որպես ծայրահեղություն։ Ինձ թվում է, որ այդ չգիտեմ, կարող է ես չորսենց շատ եմ սխեմատիզացնում եւ իսկապես շատ եմ սխեմատիզացնում, բայց չգիտեմ ոնց ասեմ, որ այդ մթնոլորտի փոփոխությունը մոտավորապես այդ տեսակի սխեմայի մեջ եմ ես զգում հիմա, երբ որ կարդում եմ լուրեր, օրինակ աշխարհից եւ տեսնում եմ, որ ինչ որ բան է հասունանում, ամեն դեպքում ինչ որ մեծ բան է հասունանում, որը այդ զգացողությունը ես օրինակ 5 տարի առաջ չունեի, 6 տարի առաջ չունեի։ Են խնդիրները, որ հիմա ասենք առաջացել են, որ ասենք քաղաքական գործիչները խոսում են դրանցից եւ այլն, աչից եկած խնդիրներն են։ Մշակութային խնդիրներ են, բարոյականության խնդիրներ են, եկեղեցու դերի շուրջ ինչ որ խնդիրներ, տրանս ու գեյ լինելու խնդիրներ, սեղանի վրա դրված խնդիրները հիմա աչի դրված վախերն են ու անհանգստությունները։ Բայց ինձ թվում է, որ մի հատ պահ է եկել, որ այդ տնտեսական ու մատերիալ խնդիրները այնքան են մեծացել մարդկանց իրականության մեջ, որ սկսում են դուրս գալ ու այս անգամ հա grassroots-ից գետնից են դուրս գալիս, վերևից չեն դրվում ու այս չի, բայց իմ համար վախենալու մասը այն է, որ ինչ որ բան չի գալիս կազմակերպված ձևով, գալիս է ուղակի, ասենք, ինչի է տանվարձը այսքան թանկ, ու այն մարդը, որ մտածում է որ այդ վախը ունի, բայց ինքը կազմակերպված չի ու նաև ինքը չունի գաղափարախոսություն, որ իրականում հասկանա ինչի է տանվարձը այսքան թանկ, ինչի է ուտելիքը այսքան թանկ, շատ ավելի հեշտ է իր հետ խաղալը, ուղղակի ասելով, որ հա, գիտես, որովհետև միգրանտներն են եկել ու դրա համար տանվարձը այսքան թանկ, կամ էլ որովհետև տրանսերը քայքայում են մեր բարոյականությունը, կամ չգիտեմ, սենց խնդիրներով շատ ավելի հեշտ է խաղալ մարդկանց իրական վախերի հետ, որը իրոք կան այդ վախերը, որ տանվարձը թանկ է ու ուտելիքը թանկ է, բայց պետք է ինչ-որ տեղ, ասենք, կազմակերպվել, ու այդ չեմ տեսնում, Չի կարա լինի այդ կազմակերպումը ստերիլ այն մթնոլորտում, որը ձևավորվել էր, ասենք, հատկապես արևմուտքի ցախական ինստիտուտներում, այսինքն արևմտյան ցախերը վախենում էին պոպուլիզմից, վախենում էին սոցիալական խոստումներից, վախենում էին մասսայականությունից եւ մտել էին մի հատ ինչ-որ ստերիլ պերմանենտ մշակութային պատերազմների մեջ։ Աչերը ուղղակի ցույց տվեցին, որ այլևս դա ոչ մեկին չի հետաքրքրում, որովհետեւ իրանք ներկայացրեցին պոպուլիստական, դեստրուկտիվ, էմոցիոնալ եւ ինչ որ իմաստով մոբիլիզացիոն այդ գիրքը ունեցող պրոյեկտ, այսինքն գուցե իրանց արածը կատաստրոֆիկ էր բովանդակության իմաստով, բայց դա բերեց այդ հին ֆորմայի կամ բերում այդ հին ֆորմաների ոչնչացմանը։ Ես կարծում եմ, որ շուտով, ասենք, այդ կիսամերձավ ստրուկտուրաներն են ստիպված լինելու, վերցնել ավելի գնալ դեպի ավելի լայն ծրագրեր եւ մեծ մասշտաբներ, հակառակ դեպքում իրանք ուղակի կոչնչանան, հնարավոր չի էլի ինչ որ առաջվա ծրագրերի պես ծրագրեր ներկայացնել եւ շարունակել գրասենյակ վարձել կուսակցության համար։ Պիտի ուրիշ բան առաջարկեն։ Աչերի արածը իհարկե հա աֆեկտիվ է շատ, բայց այնպես չի, որ իրանք տնտեսական խնդիրներից չեն խոսում, իրանք հենց դրանից խոսալով են հաճախ նաև կարողանում են մնացած բաները ականջներից քաշեն եւ բերեն, բայց համեն իրանք լավ շոու են անում, երբ որ դու չունես պայքար, դու ունես շոու, տենց է։ Կարող է մենք էլ շոու անենք, լուրջ, ես պետք չի տենց մտածել, որ անպայման մտածել մի հատ ուրիշ ձև, այսինքն ոնց քաշել մարդկանց դեպի ձախ, ոնց քաշել մարդկանց դեպի այն ուղղությամբ, որ իրանք ուղակի, ասենք, գան մեր կողքին ու տեսնեն մեր հայացքից, ինչա կատարվում իրականում։
ու այդ մասը ես հարցնում եմ իրակ, որովհետև ուզում եմ, ես շատ եմ մտածում սրա մասին ու մենք վերջերս խմբեր ենք ունեցել ու փորձել ենք խոսալ, ասենք ինչ անենք, ինչա պետք անել, what is to be done, այսօր, հա, այդ հարցը նորից դնել, որովհետև այդ քո ասածով Զարա գրասենյակ վարձելով կուսակցության համար ու նստելով կուսակցության կառուցելով, էլ չի լինելու, այսօր այդ չի աշխատելու, բայց ինչ ենք անելու, որովհետև շատ վախենալու վիճակում ենք բոլորով աշխարհում։ Ես չգիտեմ ինչ ենք անելու, ավելի շուտ նախ պետքա դադարել մտածել եւ խոսել միայն միկրոպոլիտիկի մասին ինձ թվում է, որ մենք շատ տարված էինք։ Ну կարող ապուշություն եմ ասում, չգիտեմ, բայց իմ միջավայրում շատ ենք, մենք անդադ խոսում ենք, չգիտեմ, քննարկում ենք ավելի շատ ինչ որ պսիխոանալիտիկ եւ մարդկային փոխհարաբերությունների դինամիկային վերաբերող հարցեր շատ ավելի հաճախ ենք քննարկում, քան օրինակ մասսայական գործազրկության հարցը, որ աճում է։ Ուզում եմ ասեմ, ոնց որ չես կարող իսկականից այդ դժվար իրավիճակում, եթե դու չես վախենում քաղաքականությունից, չես կարող այլևս մաքրամաքուր ստերիլ պաշտպանված դիրք ունենալ։ Եվ քաղաքական կոալիցիաների գնալը միշտ վտանգավոր բան է, որովհետև կարող է խայտարակ լինես, ասենք, եւ միշտ ավելի լավ է լինել անհատ հանճար, քան թե ինչ որ կուսակցության ոնց է կոչվում ագիտատոր Թրուսիկ Բաժանով ենթադրենք։ Եվ ես ինքս էլ չեմ գնա ոչ մի կուսակցության անդամ դառնա, բայց երբ որ մենք sense ինքնավստահ ասում ենք դե կուսակցական մեթոդները չեն աշխատելու, իսկ ի՞նչն է աշխատելու։ Սպոնտան մասաների սպոնտան բունտն էլ չի աշխատելու։ Ինչ որ կազմակերպվածություն, ինչ որ ծրագիր, ինչ որ աշխատանք պետք է, չէ, ասենք ինչ որ ստվերային, ոչ գրավիչ, պրոբլեմատիկ աշխատանք եւ մտքի աշխատանք եւ վազել ոտքերի աշխատանք, ինչ որ բան պետք է արվի, եթե դու ուզում ես ազդեցություն ունենալ նրա վրա, թե ուր կթեքվի ես անիվը։ Բայց մեր խնդրեմն է, որ երևի մենք չենք ուզում այդ աշխատանքը անենք, կամ չենք պատկերացնում, որտեղ է դա հնարավոր անել։ Ես չեմ մտածում, որ այդ տեղերը չկան։ Ես կարծում եմ, որ այդ տեղերը մեր շուրջ չկան։ Եվ դա ոնց որ նաև մեր մասին է էլի խոսում ինչ որ բան։ Իմ շուրջը չկան, չընդհանրացնեմ, իմ շուրջը չկան։ Ես չգիտեմ ուր կարելի է գնալ եւ անել այդ կեղտոտ աշխատանքը։ Ես չեմ զբաղվել անցած տարիներին այդ մարդկանց փնտրելով, տենց գործ անելով։ Եթե զբաղվեի, երևի կիմանայի։ Ամեն դեպքում ինձ թվում է ես կարող եմ բան եմ, բայց հիմա լուրջ պահ է պատերազմի եւ ամեն ինչի առումով լուրջ պահ է եւ կամ դու այդ լրջությանը ուղղակի հետևում ես հերվից կամ ինչ-որ ձև ուզում ես մասնակցել ազդել դրա վրա այդ հարցը կա Դե իհարկե ուղղակի հետևելը ավելի բան է, շատ ավելի պաշտպանված դիրք է անհատական չոր բանի առումով։ Ես երևի այսքան խոսում ենք, բայց ես երևի ես էլ եմ էլի հետևում ուղղակի։ Շարունակեմ։ Ինձ թվում է այդ մի քանի բան ասեցիք, կուզեմ ես արձագանքեմ էլի։ Նախ մի հատ բան համար ես Զարա ես համաձայն եմ, որ կազմակերպվածության հարցը պետք է, ոնց որ կազմակերպված պետք է լինի ինչ որ բան։ Ու բայց օրինակ համաձայն չեմ այդքան է, որ այո, մարդկանց հետ շատ հեշտ կարելի է խաղալ այդ վախերը ոնց որ բերելով առաջ,
Բայց ես համաձայն չեմ, որ մարդիկ չեն հասկանում ինչա կատարվում իրանց հետ։ Այն բարերով, այն թեորիաներով կարող է չեն հասկանում, որոնք որ կարող է մենք ենք այդ ավելի շատ օրինակ նույնիսկ այս ընթացքում մենք խոսում ենք, ես մտածում օրինակ տեսնես ինչ որ մարդիկ, որ ես գիտեմ, ասենք, կհասկանան, որ մենք այսքան խոսում ենք աչեր, ձախեր, ոնց որ այդ խորտ բան կարա լինի իրանց համար, ու ինձ թվում է, որ օքեյ, ես հասկանում եմ, որ մենք կոնկրետ նաև աուդիտորիա կարող է ունենք, ովքեր որ այդ կհասկանան, բայց ես վստահ եմ, որ լիքը մարդիկ նաև մեզ լսում են, որ ոչ միայն այդ լեզվով են էլի հասկանում, բայց այդ լեզվի տակ կա նաև այն իրականությունը, որի մեջ իրանք են ու այդ վախերը, որ փորձում են իրանց վրա ազդել, ինձ թվում է այն մարդիկ, ովքեր որ ոնց որ տուժում են, հա, կյանքի վատ պայմանների կամ այն ինչ որ վատ պայմաններից տուժում են, իրանք շատ լավ հասկանում են իրանց հետ ինչա կատարվում, երբեմն շատ ավելի լավ, քան օրինակ ես, որ լիքը առումներով ավելի ապահովված եմ, այսպես ասած, ասենք թե ես հիմա նստած եմ տաք տան մեջ, դուրսում ձյունա եւ մինուս, հա, ու ես մտածում եմ, որ այստեղ նաեւ այդ որ ասեցիր Զարա միկրո հարաբերություն, չի ոնց ասեցիր, հարաբերություններ, բարձր եւ այլն, ամեն դեպքում ինձ թվում է ինչ որտեղ հոգեբանությունը կարևոր է ու էդ էլ է այդ մարդկանց որ բոլորը կարողանան տեսնեն, թե ոնց են ֆրոցնում մեզ անընդհատ ու այդ շատ ուժեղ մի հատ sense ճնշման գործիքներ կան, որ օգտագործում են մարդկանց դեմ։ Ես մի հատ օրինակով էլի ասեմ, որ պարզ լինի, ես իմ թաղամասում կա մի մարդ, ու մոտ ես գնում եմ փողոցում, ինքը առևտուր է անում, բանջարեղեն, միրգ եւ այլն։ Ես սովորաբար իր մոտ եմ գնում ինչ որ բաներ առնելու, որ չգնամ օրինակ, չգիտեմ, սուպերմարկետ, որտեղ մենակ դա է, հա, հասանելի։ Ինքը այդտեղ կանգնում է եւ ծախում է։ Մի քանի օր առաջ ես գնացի մոտը Եվ տեսնեմ իր ասաղ արկղերը մի կողմը հրե ու հասկացա ինչ որ խնդիր կա ու ասես դեպա քաղաքապետարանից են եկել, որ արգրավեն իմ ապրանքը, որտեվ ոնց որ օրենքի սահմաններում չի, թե в общем չեն թողում մարդիկ փողոցում առևտուր անեն։ Բայց այդ մարդը տենց է իր փողը աշխատում։ Ու ինքը շատ լավ հասկանում էր օրենքը, այնքան ուսումնասիրել էր, հենց այն ինչը իրան է վերաբերվում, ու ինքը շատ լավ գիտեր, որ եթե արգրավելու են իր ապրանքը, ուրեմն պետք է տան մանկատուն, ոչ թե իրանք իրար մեջ ոստիկանները բաշխեն, որը հաճախ տենց են անում։ Ինքը շատ լավ գիտեր, որ ամեն ինչը պետքա կշռեն, արժեքը պետքա փաստագրեն, եւ դա ժամեր ա տևելու եւ իրանք դա չեն անում։ Այսինքն կա մի հատ sense պատկերացու դու գալիս է այդ ոստիկանը գալիս է որ արգրավի ու դու չգիտես այդ սաղ քո իրավունքները ու մի հատ էլ դուխը չունես, որտեվ քեզ ճնշված ես զգում, արդեն զգում ես որ դու կրիմինալ ես, որտեվ այդ ոնց որ դու ասում ես օրենքից դուրս է իմ արածը, այսինքն մեղավոր եմ ես։ Հենց default-ով մեղավոր եմ։ Այդ մարդը շատ լավ հասկանում էր, որ ինչ-որ բան այն չի այդտեղ։ Բայց իրա ինքը ինձ այդ սաղ ասում էր եւ մեկը այդ մեղավորի դիրքով էր կանգնած։ Մեկը ինքը փորձում էր ինձ բացատրել, տես ես օրենքով եմ անում, ես իրանց ստիպեցի, որ իրանք կշռեն, ես սկսեցի նկարել, որ իրանք իմանան, որ ես պետք է հետևողական լինեմ, տեսնեմ, հասնում ասա մանկատուն, թե իրանք են բաշխում, բայց ինքը ոնց որ ինչ որտեղ ես իրան ասում, բայց այդ օրենքը նենց չի որ մարդիկ են չէ օրենքը գրել, ով է որոշել, որ չի կարելի փողոցում առևտուր անել։ Այսինքն ինքը իրան այնքան իրան մեզ բոլորիս, հա, այնքան են ճնշել, որ մենք հավատում ենք այդ օրենքը, որ գրած է, որը տենց պետք է լինի, այդ է ճիշտը։ Ու մենք այդ իմ համար շատ մեծ ճնշում է մարդկանց վրա, ու այդտեղ կա մեծ հոգեբանական բան ասպեկտ կա, որ ոնց որ գրած է, ուրեմն sense։ Այդ նույն բանի ոնց որ դրա մասին խոսում ենք, երբ որ խոսում ենք ավելի ցիվիլ է, ինչ որ թալաններ, որ տեղի ունենում։ Ասենք այդ մարդու կոնկրետ ուզում էին թալան էին, պրոստը ինչա որ այդ ոստիկանի շորն են հակած եւ օրենք են ցիտում, ասենք թե դա կարելի է։ Սենց ինչ որ մտքեր ունեցած ես լսելուց։ Ես այդ բանի հետ համաձայն չեմ։ Չկա այլևս վաղուց մենք եւ իրանք գոյություն չունեն, չկան այդ մարդիկ, որոնք մանիպուլացվում են մեզնից դուրս։ Մենք էլ ենք մանիպուլացվում եւ
ես եմ ասում։ Եվ նաև ես պրիվիլեգիաներ չունեմ Հայաստանի մարդկանց ես չեմ ուզում մարդկանց հետ խոսամ այն դիրքից իբրև թե ես ունեմ ինչ-որ եսի մինչ պրիվիլեգիաներ, որովհետև 4 հատ տերմին եմ սովորել։ Ասեն ես ապրում եմ, ասենք, տարվա մեծ մասը գործազուրկ պրեկար կյանքով, չգիտեմ, ասենք, աշխատանք ունենա 1 ամիս, թե չեմ ունենա, համարում եմ, որ իմ տնտեսական պայմանները պլյուս մինուս բավականին մոտ են մարդկանց մեծամասնության, ում հետ ես շփվում եմ, չգիտեմ, չեմ մտածում ես երբ որ գնում եմ, ասենք, չգիտեմ, նյութի ինչ որ մարդկանց հետ եմ խոսում, որ այ հեսա այս հասարակ մարդիկ են, ես եմ, որ ասենք ձախ ու աջ բառեր գիտեմ։ Ինձ թվում է լավ էլ բոլորը իրար հասկանում են, եթե խոսալու ինչ որ հնարավորություն է լինում, այդ մեկ, հետո ես ասի մի հատ մտածեմ Ես եմ այդ ասում, Զարա, ես ասում եմ, մարդիկ շատ լավ հասկանում են ինչ է իրանց հետ կատարվում։ Երբ ուզում եմ, որ այդ բառերը օգտագործում ենք, բայց ոնց որ Այդ սլենգը, այդ սլենգը, բարերի մասին չի, բայց ես ասեմ, ես համաձայն չեմ, որ չկա մենք ու իրանք, ու ես չեմ ասում, եթե դու ինչ-որ քեզ որպես ձախ չես տեսնում ու այդ բարով չես համարվում և այլն, դու ինչ-որ ապուշ ես կամ ես այդ չեմ ասում, բայց ես ասում եմ, որ Միլենա, երբ որ դու բացատրում ես այս կինը ու ինքը ոնց է հասկանում, իրան ինչ է կատարվում և այլն, ես ուզում եմ այդտեղ մի հատ ինտերվենցիա անեմ, որովհետև ինձ թվում է, որ այտենց չի, որ ինքը ուղղակի հասկանում է ինչ է կատարվում, որովհետև ես էլ եմ այտենց զրույցներ շատ ունեցել Հայաստանում, կարող է ես անջատվել եմ։ Ես ուղղակի մի վարքանով գրեցի, կներեք։ Միլենան կարող է անջատվել է, չեմ տեսնում իրան։ Բայց ես ուզում եմ ասեմ, որ տեղ կա, որ ասենք այդ կինը կարող է հասկանա, որ այն մարդիկ վատ են անում, որ իրանք սենց օրենք են գրել, որ ես չեմ կարա իմ ապրանքը ծախել փողոցում։ Ես պետք է այդ իրավունքը ունենամ։ Բայց նաև ինքը այդ չի տեսնում որպես քաղաքական խնդիր, ինքը կարող է ասի մեկ էլ այդ մարդիկ անբարոյական են, իրանք սխալ են, բայց ինքը չի խնդիրայնացնի այդ կապիտալի սենք պրոջեկտը, որը այդ մարդիկ փողոցում իրավունք չունեն ծախել, որ սուպերմարկետը իրանց համար ծախի։ Հա, հենց այդ բանը, ասենք ոնց են ուժեղները, ոնց են են մարդիկ ուժով, տնտեսական ուժով, ավելի փորձում թալանել ժողովրդից։ Իրանք այդ որպես քաղաքական խնդիր չեն տեսնում, իրանք այդ տեսնում են որպես բարոյական խնդիր։ Մեկ էլ այդ մարդը, ով այդ սուպերմարկետի տերն է, ինքը կարող է մի օր էլ գա, ասի, հա, քուր ջան, այս փողը վերցրու, գնա քո երեխեքին ինչ որ նվերներ ար, կաղանդի համար, չգիտեմ, ու ինքը մի անգամից էլ փոխի, ինքը էլ չտեսնի այդ մարդուն որպես անբարոյական։ Որ մենք չենք, երբ որ չենք տեսնում խնդիրը որպես քաղաքական խնդիր, այդ արդեն խնդիր է։ Երբ որ մենք տեսնում ենք այդ խնդիրը որպես ինչ-որ բարոյական խնդիր, այդ շատ մի հատ նուրբ տեղ է, որ կարելի է մարդկանց հետ ուղղակի խաղալ նվերներ տալով։ Ասենք ոնց են մարդիկ տեսնում Գագիկ Ծառուկյանին։ Ինքը լավ է, որովհետև ինքը սենց փողեր է տալիս ու մարդկանց օգնում է եւ այլն, ինքը վատը չի։ Ինքը բարոյական է։ Այդ մի կողմ քաղաքականությունը մի կողմ դնել ու տեսնել խնդիրը որպես ինչ որ բարոյական խնդիր, իմ համար խնդիր է։ Ես չեմ ասում, որ մարդ պետք է հասկանա ու այդ աջ ձախ բարերով խոսի ու ինչ որ հասկանա շահագործումը ինչա, Մարքսը ով է եւ այլն, այդ չի խնդիրը։ Խնդիրը այն է, որ մարդիկ չեն տեսնում խնդիրը որպես խնդիր, իրանք տեսնում են մի հատ ուրիշ բան ու այդ ուրիշ բանը շատ հեշտ է խաղալ։ Ինձ թվում է, որ համ չեն տեսնում, համ տեսնում են, բայց մի հատ
բան հիշեցի, որ վերջերս կարդում էի Ռոզա Լյուքսեմբուրգի նամակները, ու այնտեղ կար շատ ազդեցիկ մի հատ պահ, երբ որ ինքը ասում էր այդ հղումները մասաներին, որ մասաները պատրաստ չեն կամ մասաները չեն հասկանում, ինքը անուղակի արտահայտումն է մեր շփոթվածության, որովհետև ոնց որ մասաների մեջ միշտ կա եւ այն միաժամանակ։ Եվ ասենք մեծ հեղափոխականություն եւ մեծ հարմարվողականություն։ Եվ այն կա, եւ երբ որ մենք չենք կարող այն ինչ որ հիմա կատարվում է բացատրել մասաների հարմարվողականությամբ։ Այդ հարմարվողականությունը առավել արտահայտված է տարբեր հանգամանքների բերումով, ու այդ հարմարվողականությունը վերաբերում է նաև մեզ, որովհետև այն որ մենք հիմա ինչ որ բաներ ենք քննարկում, մեծ հաշվով հարմարվողականության մեջ է, քանի դեռ մենք ոչինչ չենք արել, եւ մենք էլ ենք այդ ոնց որ մարդիկ տարբեր ձև են հարմարվում, մեկը ասենք անծանոթ զարային կամ անծանոթ միլենային բարոյականացված տեքստ է ասում, մյուսը ասենք ինչ որ սուր հեղափոխական թեմաներ է քննարկում ընկերների հետ, բայց դե ֆակտո գործողության մակարդակում կամ կազմակերպվածության մակարդակում մենք բոլորս էլ շատ թե քիչ հարմարվելու ստրատեգիաների մեջ ենք։ Եվ ոնց որ այդ իմաստով եմ ես ասում, որ ես չեմ նայում ինձ որպես իմ պրիվիլեգիաները եւ սովորական մարդկանց չպրիվիլեգիաները։ Մենք բոլորս այս պահին գտնվում ենք մեծ անորոշության եւ հարմարվելու տարբեր ստրատեգիաների մեջ։ Այդ առումով պլյուս մինուս զրոյական կետի վրա ենք։ Եվ ես եւ անծանոթ, ասենք, չգիտեմ, փողոցային վաճառականը։ Շատ մեծ բան չկա, էլի, ռիվոկ չկա, ես չեմ կարող ասել, որ ես ինչ-որ ավելի բան եմ, պատրաստված եմ հեղափոխության, օրինակ։ Այդ հեղափոխություն կա, ասենք այդ զգացումները, այդ ուժեղ զգացումները, որ ինչ որ բան է սխալ, այս կյանքը անարդար է եւ այլն, որ մարդիկ իրոք աշխարհով զգում են հիմա։ Իմ համար այդ կարող է շատ վտանգավոր լինի, որովհետեւ հիշենք, որ Ռոզա Լյուքսեմբուրգից հետո 10 տարի հետո ֆաշիզմ եկավ Գերմանիա։ Ու այդ նույն զգացումներն են, որ ինքը որ քննարկում ասենք ոնց են մարդիկ շփոթված եւ այլն, այդ զգացումները տարավ մեծամասնության դեպի ֆաշիզմ։ Ու մենք հիմա այդ փուլում ենք։ Ես տեսնում եմ, ասենք այն մարդը, ասենք կարող է այս մարդի հարևանը լինի։ Ինքը տեսնում է, որ դժվար է իրան, կյանքը շատ դժվար է, ինքը բանը առողջական ապահովություն չունի, ինքը շատ թանկ է իր տան վարձը, ու ուտելիքը շատ թանկ է, ու իրան գործից հանել են արդեն։ Այդ ամեն ինչը կատարվում է, ու ինքը այնքան շփոթված է իրականում, ես էլ եմ շատ շփոթված, ես էլ եմ շփոթված, որովհետև չգիտեմ ինչ ենք անելու, որովհետև ես մեծ վախով եմ հիմա ապրում, հա, բայց այդ մարդը ինքը հետո կարա ասի, որ հա, այս մեքսիկներն են բերել այս երկրի դրա համար, ու ինքը գնում է այդ ուղղությամբ, ու այդ ուղղությունը ավելի, ասենք, խստանում է ժամանակում, ու ոնց այդ փոխել, ես չեմ ասում, որ ես ավելի լավ եմ հասկանում, ու ինքը լավ չի հասկանում, բայց ես մի բան գիտեմ, իրականում ես գիտեմ, որպես փաստ, որ միգրանտները խնդիրը չեն, որպես փաստ, ես այդ գիտեմ, ես չգիտեմ, ասենք, ես չեմ ասում, որ ես այդ մարդուց ավելի խելացի եմ, բայց ես իրականում գիտեմ, որ միգրանտը խնդիրը չի, խնդիրը բիլիոնատերն է, Էդ որ ասում եմ քաղաքականություն էդ է, որովհետև այդ մարդիկ է գիտեն, որ բիլիոնատերն է խնդիրը, համար դա ընտրություն է, որ հեշտ ավելի, որ շատ ուղեղը չլարի, ու ասենք թե գցի խիա, որ մենք օրինակ ամենադաժանը կարանք վարվենք մեր ամենամոտիկ մարդկանց նկատմամբ։ Չգիտեմ, ասենք կարանք ավելի խիստ վարվենք կամ կարանք ավելի վատ բառեր օգտագործենք, եթե կռիվ ենք անում, որովհետև ամենամոտիկ, ամենահեշտն է, չգիտեմ, ինձ թվում է այտենց մի հատ պահ կա, որ ոնց որ հա, ինձ թվում է տենց պահ կա, այդ վախի բանը կա, որ ասում ես, բայց թիրախը ոնց որ վախի մեջ ենք բոլորս,
հենց այն ոնց որ ոչ թե միգրանտից ենք վախում, այլ վախում ենք բիլիոնատերից եւ իր սախ զորքը, որ ասենք իր շուրջ կհապակվի, եթե հանկարծ գնանք իր Պարիս կփորձենք բարձրանալ եւ վերցնենք իր թալանած ամեն ինչը։ Մենք դրանից ենք, այսինքն ինձ թվում է այդ մարդիկ դրանից իդեոլոգիայի նշանակությունը իհարկե պետք չի այդքան թերագնահատել, այնպես չի, որ մարդիկ միայն վախով, ոնց որ հա վախը կա ինչ որ մի հատ ֆոնային ռեժիմի մեջ, բայց հաճախ նաև կա այդ ուղիղ ներգրավվածությունը ֆաշիստական իդեոլոգիայի մեջ, սովորական ամենաճնշված մարդկանց, որը ցավոք դա տենց է, ու ես էլ հասկանում եմ, որ հավանականությունը, որ ապագայում կլինի ավելի ֆաշիստական, ավելի մեծական են, որ ապագայում կլինի մեծ սոցիալական բունտ եւ հեղափոխություն։ Այդ թվում նաև որտեղ այդ ուղղությամբ հսկայական աշխատանք է տարվում եւ հսկայական ռեսուրսներ են ծախսվում եւ ինքը էֆեկտիվ աշխատանք է գտնում արձագանք բոլոր սոցիալական շերտերում։ Իսկ մյուս ուղղությամբ ոչ մի աշխատանք էլ չի տարվում։ Հետո մենք չպետք է տենց պուպուշացնենք, ոնց որ տենց երևի իսկապես չարժի ստեղծել ինչ-որ մի հատ ամորֆ ամբողջություն սովորական մարդկանց, որովհետև որոնք միշտ բարի են եւ լավն են ուզում։ Այդ դեստրուկտիվ ես տենց եմ ուզում նայեմ, որտեվ ես սիրում եմ մարդկանց։ Իրոք, ասենք ես ոչ թե դա ասում եմ, որտեվ ես ինձ ուզում եմ սրբացնեմ կամ չգիտեմ ինչ, այլ ես իրոք հավատում եմ մարդկանց ու ես գիտեմ, որ լիքը չարացած մարդիկ եկան, բայց ինձ թվում է հիմնական մարդիկ ավելի բարի են, քան չար։ Իրոք։ Ես էլ եմ համաձայն, ինձ թվում է, որ մարդիկ ավելի բարի են, քան թե չար, բայց մարդկանց հետ խաղալը ու ասենք համոզելը, որ սենց անելը ավելի բարի է, սենց անելը քեզ քո համար ու քո ընտանիքի համար ու քո հարևանների համար բարություն է, բարոյական է։ Այդ պետք է անել, որ բարի աշխարհ ունենանք բոլորս։ Ոչ մեկ չի ասում, չէ, ես վատություն եմ անում։ Կարևորը այդ չարիքը եւ բարիքը ոնց է սահմանվում։ Դենք ամենածայրահեղ ֆաշիզմի մեջ էլ ինքը ընդհանուր շահով էր հիմնավորվում, ոչ թե ինչ որ անհատական չարությամբ։ Դե տխուր վիճակը հասկանալի է, որ այո, մենք հիմա ես ընդհանրապես մի դեմ չէի նրան, իհարկե շատ կարևոր է խոսալ միկրոպոլիտիկի մասին, անձնային հարաբերությունների, հոգեբանական խնդիրների, ես դրան դեմ չեմ, բայց շատ կարևոր է, ուղղակի կիսվում է իմ մտքերով, որ ինձ թվում է հիմա շատ կարևոր է ինտերնացիոնալ նաև կապեր հաստատել, մտածել այն ինչ ինֆրաստրուկտուրաներ կան միասին աշխատելու, ինչ որ բաները միասին մտածելու, ինչ որ բաներին միասին արձագանքելու եւ կարող է ինձ թվում է որ հիմա նաև պետք չի ժամանակն է, երբ որ պետք չի այդքան վախենալ բարդ մեծ քաղաքականությունից, ոնց որ վախենում էինք, ասենք առաջ, որտեվ ոնց որ նեն չի, որ դու ես դեպի Իրան գնում, ինքն է գալի դեպի քեզ ու պաշտպանվելու հարց կա։ Եվ իսկականից այդ ֆաշիստական ապագան շատ այդքան է երևակայական հակաուտոպիա չի։ Că արդեն ամբողջ աշխարհը գնում է դեպի փակվել։ Ու դրան ինչ որ ձև արձագանքել է պետք, որովհետև մեզ եւ ինչ որ մեր ընկերներին պաշտպանելու համար։ Ես լրիվ համաձայն եմ քո հետ։ Էս վախենալու տեղում վերջացնենք։ Նաև հուսալի։ Երկար էր։ Նաև հուսալի։ Հուսալի։ Մենք բոլորս հույս ունենք, որ ավելի լավ տեղ կհասնենք վերջում։ Բայց մինչև այդ մերսի Զարա շատ, մեզ միանալու շատ հետաքրքիր է զրույցը այսօր։ Այո, ու չմոռանաք Շատ չէր abstract։
Մոռանաք subscribe անել, սկզբում ասեցինք, չգիտեմ։ Ասենք Մենք դեռ Subscribe չենք անել, մենք դեռ եթերում էինք այո, փաստորեն։ follow անել։ Ես մտածեցի subscribe, follow. քո ծխելը շատ սազում ակ, այս վերջինը որ սենց սոպրծանք, всё։ Մի հատ դստեցնենք։ Դե Subscribe, like արեք, մեզ գտեք այլ podcast ալիքներում, Apple Podcast-ում կանք, Spotify-ում էլ չկանք, մինչև փոխեն իրանց գովազները, բայց երևի մի օր նորից կլինենք։ Շնորհակալ ենք մեզ լսելու, կոմենտներ թողեք, մինչև հաջորդ անգամ։ Տեսչեն։ Bye bye.